Հունվարի 20-ին Զանգեզուրի բղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Լեռեքս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թվով 159 աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել։ Պատճառը պատասխանատուներից մեկի հայտարարությունն էր հնարավոր մասսայական կրճատումների վերաբերյալ։ Հակառակ է այդ բանը խոսակցություն տեղ ունեցել, որ լուծարվում է, տեսեք, մեզ պետք է տեղեկացել 2 ամիս առաջ, մեզ պետք է ցանուցարկի ուղարկեն։ Մենք հույսով ենք սպասում ենք, որ տեղավորեն չի մնա։ Ոչ մեկ չի մնա դրսում, մենք հույսով ենք սպասում ենք, որ մեզ կտեղավորեն, մենք աշխատենք։ Մեզ տեղավորեն աշխատանքի կամ մեր Լեռեքսը նույնիսկ բացեն կամ ինչ-որ միտեղ տեղավորեն։ Մեր հիմնական Առանց աշխատավարձի ոչ մեկը չի կարող։ Քանի որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեղում չէր, ցուցարարների պատվիրակությանն ընդունեց փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը։ Այսօր արդեն հանդիպումը կայացավ Սյունիքի մարզպետի հետ։ Զանգել են, ասել որ ոչ մեկը չի կրճատվելու, բոլորդ աշխատանքով ապահովել ենք։ Բոլորդ։ Ոչ մեկը թող դիմում չի գրի ազատման իրավանալ։ Տեղավորեն աշխատանքի կաշխատեք, այսքան բան։ Բայց Դե եթե քեզ հիմա չես աշխատում։ Հիմա հենեք նույն նույն վիճակում։ Մարկայ Վալերիկ որ ասի դիմում գրեք ազատի չգրեք։ Հիմա մուկ պիտի նորից քաջանքինիք իրանց հետ։ Ամեն դեպքում եթե դուք աշխատանք ոչ մին ազատվելու չի։ Հիմա մենք 6 հոգով միադրում ենք քաջանի կոմբինատ, տեսնում մարդիկ։ Համաձայնիկ որ մուքինիկ։ Այո, Նշենք, որ Լեռեքս ընկերությունը մոտ 2 տարի է ինչ դադարեցրել է իր գործունեությունը եւ որպես այդպիսին արտադրությամբ չի զբաղվում։ Իսկ ընկերության աշխատակիցները տարբեր աշխատանքներ են կատարել Զանգեզուրի բղնձամոլիբդենային կոմբինատում եւ վարձատրվել են սահմանված կարգով։ Առհասարակ կրճատումներ հնարավոր են գրեթե բոլոր հիմնարկ ձեռնարկություններում, մասնավոր եւ պետական ընկերություններում, սակայն կրճատումների դեպքում եւս ընկերությունը պետք է առաջնորդվի աշխատանքային օրենսգրքով։ Աշխատանքային օրենսգիրքը եւ զբաղվածության մասին օրենքը տարածվում է սեփական եւ պետական բոլոր անկախ սեփականության ձևից բոլոր հիմնարկ ձեռնարկությունների կրճատումները նախ պետք է առնվազն 3 ամիս առաջ ըստ աշխատանքային օրենսգրքի գործատուն տեղյակ պահի աշխատողին գրավոր իսկ եթե զանգվածային կրճատումները երկու տեսակ են լինում զանգվածային եւ ոչ զանգվածային կրճատումները երբ աշխատողների 10%-ի չափով բայց 10 մարդուց ավել կրճատումների դեպքում կոչվում է զանգվածային կրճատումները դա ուրեմն կարգավորվում է աշխատանքային օրենսգրքի 116-րդ հոդվածով որտեղ նշվում է, որ գործատուն պարտավոր է 3 ամիս առաջ գրավոր տեղյակ պահել զբաղվածության պետական ծառայությանը տարածքային հնարավոր կրճատումների մասին։ Առ այսօր մենք ոչինչ չենք ստացել։ Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արթուր Հակոբյանի խոսքով բոլոր գործատուներն էլ պետք է համագործակցեն իրենց կառույցի հետ, հենց թեկուզ նրա համար, որ զբաղվածության կենտրոններն այսօր տարաբնույթ ծրագրեր են իրականացնում ի նպաստ թե գործատուի եւ թե աշխատանք փնտրողի։ Մեր կենտրոնը սերտ համագործակցում է Dande Frisch Metals ուրեմն կազմակերպության հետ եւ նրանք բարբերաբար իրենց թափուր հաստիկները ներկայացնում են մեզ եւ մենք մեր գործազուրկներին ուղղում ենք դեպի այդ կազմակերպությունը աշխատանքի նրանց հետ ծրագրեր ենք իրականացնում ամենաշատ ծրագրերը նրանց հետ ենք իրականացնում եւ ամենաշատ աշխատանքի ենք տեղավորել անցած տարի հենց այդ ձեռնարկությունում բայց նաեւ փոքր ձեռնարկությունների հետ ենք շուրջ մենք համագործակցում ենք շուրջ 260 անկախ սեփականության ձևից հիմնարկ ձեռնարկությունների հետ եւ անցած տարի դրա արդյունքում մենք 228 մարդ ենք աշխատանքի տեղավորել որից 206-ի 207 ներողություն 207-ը օգտվում են մեր գործող ծրագրերից Ընդհանրապես ինչի համար է պետք գործատուին համագործակցի զբաղվածության կենտրոնի հետ։ Զբաղվածության կենտրոնը ես բազմիցս շեշտել եմ, նշել եմ, որ ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք եւ շահավետ է եւ գործատուի համար, եւ աշխատանք փնտրողի կամ գործազուրկի համար։ Կարող եմ թվարկել դրանցից մի քանիսը։ Օրինակ, ասենք, եթե գործատուն
մեր գործազուրկին ընդունում է աշխատանքի, մենք կարող ենք նրա հետ ուրեմն աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագիր անել, այսինքն ինչ է դա նշանակում։ Գործատուն ինչքան աշխատավարձ է տալիս, նրա 50%-ի չափ մենք տալիս ենք գործատուին, վերադարձնում ենք գործատուին 6 ամիս ժամկետով, բայց պայմանը միայն նա է, որ այդ մարդուն 1.5 տարի չեն ազատելու աշխատանքի։ Կամ մի այլ ծրագիր էլի իշա գործատուներին։ Մենք ունենք այսպես աշխատավարձի գործատուին փոխհատուցման ծրագիր։ Այսինքն երբ մեր գործազուրկին ընդունում է աշխատանքի, մենք նրան միանգամից 200,000 դրամ ենք տալիս գործատուին, որ մեր գործատուին ընդունել է աշխատանքի։ Դարձյալ պայմանն նա է, որ ուրեմն այս դեպքում արդեն 2 տարի չի ազատելու աշխատանքից։ Տարբեր ծրագրեր ունենք մենք, որոնք հաշմանդամության համար բազմաթիվ ծրագրեր ունենք, սկսած հաշմանդամի ուրեմն աշխատատեղի կահավորումից մինչև ասենք մինչև աշճանների այդ թեքարտակների պատրաստումը, այդ բոլորը մենք փոխհատուցում ենք գործատուին։ Նրա համար հատուկ պայմաններ է ստեղծում, մենք բոլորը փոխհատուցում ենք։ Հաշմանդամի ուղեկցողի համար առանձին աշխատավարձ է նախատեսված, որ եթե նա հենաշարժային խնդիրներ ունի, ուղեկցողին նույնպես մի կառավարությունը վճարում է դրա համար։ Շատ ու շատ ծրագրեր կան, որոնք օգնում են գործատուին ընդունել գործազուրկին աշխատանքի։ Գործազրկության նպաստի ծրագիրը դադարեցնելուն պես պետությունը փոխարենը մի շարք հնարավորություններ է ընձեռել զբաղվածության կենտրոններին, որոնք օգտագործելով կենտրոնը նախորդ տարվա ընթացքում մեծ հաջողություններ է արձանագրել։ 2015 թվականին ի ուրախություն մեզ գործազուրկների թիվը կրճատվեց։ Եթե անցած տարի մենք ունեինք 1600-ից ավել, ուրեմն աշխատանք փնտրող եւ գործազուրկ այս տարի ունենք տարվա վերջին արդեն դեկտեմբեր ամսվա հաշվետվությամբ ունենք 1547 աշխատանք փնտրող եւ գործազուրկ։ Նվազել է մի քանի պատճառներ կարող եմ ասել, որ նշեցի, որ մոտ 260 մարդ ընդունել ենք, տեղավորել ենք աշխատանքի, մտածում եմ, որ նաև շատերը նաև չեն էլ գրանցվում, երևի թե նաև դա էլ կա, մի ֆակտորներից մեկն էլ է, բայց ծրագրերը ակտիվ աշխատում են, համագործակցում ենք անկախ պետականության, սեփականության ձևից ձեռնարկությունների հետ, լավ տարի էր այս տարի, մեր կենտրոնը հանրապետության լավագույն կենտրոնների շարքում է, այս տարի մենք բոլոր ծրագրերը համարյա կատարել ենք, որոշ ծրագրերի դեպքում մինչև 176% ուրեմն գերակատարում ենք ունեցել մեր ծրագրերին։ Հատկապես սեզոնային զբաղվածության ծրագիրը, որ նախատեսված էր 103 մարդ, մենք 181 ուրեմն գյուղացու ընդգրկեցինք այս ծրագրի մեջ։ Օգտվելով առիթից ուզում եմ դիմել բոլոր գյուղացիներին, որ արդեն ժամանակն է թող մոտիկանան եւ դիմեն իրենց գյուղապետերին ցուցակներում ընդգրկվելու համար, որովհետեւ այս տարի մի քիչ ավելի շուտ ենք սկսելու անել եւ ցուցակները երևի թե մինչեւ փետրվարի 1-ը պետք է պատրաստ լինեն ուղարկելու մարզպետարան։ Ընթացիկ տարում արկա ծրագրերին ավելացել են եւս 2-ը։ 2016 թվականներին մեր նախկին ծրագրերին ավելացել է նաև եւս 2 ծրագիր, մեկը դարձյալ ուրեմն գյուղացիներին է վերաբերում, մի դեպքում մինչև անցած տարի անում ենք հող օգտագործողների համար, հիմա արդեն անասնապահական ծրագիր կա այդպիսին, որ մարդկա հող չունի, բայց ուզում է անասունների գլխաքանակ ավելացնել, այդպիսի ծրագիր էլ ունենք եւ այդ մարդիկ, ովքեր ուզում են անասնականակը, դա վերաբերում է ոչխարաբուծության, թռչնաբուծության, տավարաբուծության եւ խոզաբուծության։ Ուրեմն միջև 1 միլիոն դրամի չափով մենք գումար ենք հատկացնում
իր անասնագլխականակը ավելացնելու եւ դրա դիմաց ոչինչ չենք ուզում։ Պարզապես պետք է պահի այդ անասունը։ Եվ մյուսը վարձատրող հասարակական աշխատանքների ծրագրի դա նախկինում էլ է եղել, հիմա նորից վերականգնում է, այս տարի փորձնական դարձյալ ունենք ծրագիր, դա մարզպետարանի հետ քննարկենք, որտեղ կանենք եւ ինչ աշխատանքներ կանենք։ Զբաղվածության կենտրոնի տնօրենը կոչ է անում կառույցի շահառուներին գալ եւ գրանցվել հերթական ծրագրերին մասնակցելու համար։ Ինչևէ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ուրախալի է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հնարավորություն գտավ աշխատակիցներին աշխատանքով ապահովելու համար։